2026 թվականի համապետական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը որոշել է կրկին խաղարկել նախկին թալանչիներին բռնելու թեման։ Այսօր առավոտյան իրավապահները ձերբակալել են Հովիկ Աբրահամյանին, խուզարկել նրա առանձնատունը։ Նախկին վարչապետ, նախկին ԱԺ Հովիկ Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի հետ բազմաթիվ կոնֆլիկտներ է ունեցել։ Պատգամավոր եւ խմբագիր Փաշինյանը մշտապես քննադատել է նրան։ Աբրահամյանը քննադատությունները անարձագանք չի թողել։ 2015 թվականին ուշագրավ երկխոսություն է ծավալվել վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև։ Տիկնայք եւ պարոնայք կառավարության անդամներ, տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանի կոռումպացված լինելու մասին։ 1991 թվականից զբաղեցնելով տարբեր բարձր պետական պաշտոններ, ըստ օդում կախված լուրերի, Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնական լիազորությունները լայնորեն չարաշահել է անձնական հարստություն եւ ունեցված կուտակելու համար, այդպիսով դառնալով Երրորդ հանրապետության ամենախոշոր սեփականատերերից մեկը։ Հարգելի գործընկերներ, մի կախված մարդ ուզում է այսօր լավ օրվա մեր տրամադրությունը փչացնի, բայց ուզում եմ հայտարարեմ ի գիտություն մեր հանրությանը, իմ հայտարարագրից ավել ինչ որ կախված մարդը ներկայացրեց, նվիրում եմ իրեն։ Սա անդիմադիր պատգամավոր լրագրող Նիկոլ Փաշինյանն է։ Նրա վարչապետ դառնալուց առնվազն 8 տարի է անցել։ Այս տարիներին քրեական բազմաթիվ գործեր են հարուցվել։ Սակայն Աբրահամյանին միայն հիմա են իրավապահները որոշել պատասխանատվության կանչել ընտրություններից 1 տարի առաջ։ Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ապօրինի ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելու մեջ։ Աբրահամյանին մեղադրանքեր առաջադրվել դեռևս 2023 թվականի ապրիլին, ըստ գործի նյութերի նա զբաղեցնելով տարբեր պաշտոններ, պատգամավոր, Արարատի քաղաքապետ, Արարատի մարզպետ, տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, ազգային ժողովի նախագահ, վարչապետ, գործարք է կատարել, որի արդյունքում 2008-2015 թվականներին ստացել է շուրջ 230 միլիոն դրամի եկամուտ։ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2014-ից 2016 թվականներին։ Եղել է նաև Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ 2012-ից 2014 թվականներին։ Դատախազությունը 2022 թվականին էլ Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի մի մասը որակեց ապօրինի։ Վարույթ կա հարուցված նաև Աբրահամյանի մոնումենտի առանձնատան հետ կապված, որը գնել է այս իշխանությունների սրտի օլիգարխ, նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանը։ Նալբանդյանն այդ առանձնատունը գնել է 5 միլիոն դոլարով։ Ընդ որում տունն արգելանքից հանել են եւ 1 օր անց շուտապույտ կնքել առով վաճառքի գործարքը։ Հետագայում վաճառքի գործարքը թույլ տված քննիչին հեռացրել են աշխատանքից, բայց գործարքն արդեն իրականացվել էր։ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ իշխանությունը կարծում է, թե շրիշակից ցածր իր վարկանիշը հնարավոր է վերականգնել նախկին թալանչիների թեման կրկին ասպարեզ բերելով եւ օդիոզ դեմքերին կալանավորելով։ Իշխանությունը փորձելու է այս մեթոդով մի քանի քվե կորզել ժողովրդից։ Լիա Սարգսյան, Հրապարակ։